Գնեք 3 քառակուսի մետր սարիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետր ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Ինչ վերաբերում է պարոն Մանուկյանի այն դիտարկմանը կապված ազգային ժողովում տեսախցիկների, ես եւս պիտի չհամաձայնեմ գործընկերոջս հետ, պարոն Թունյանի հետ, սա իսկապես այդ հարցը փոխկապակցված է կիբերանվտանգության հետ, բայց շատ կարևոր երկու դիտարկում ունեմ անելու։ Եթե դուք մտածում եք, որ կառավարությունը ուզում է ցանկացած քայլ հետևել եւ տվյալների արտահոսքի արդյունքում այդ տվյալները հայտնվեն տարբեր լրատվականներում, ապա հռետորական հարց, ինչի համար է այս օրենքը։ Այս օրենքը ես արդեն տևական ժամանակ ասում եմ, որ հիմնական նպատակ ունի մեկ կետից կենտրոնացնելու տվյալների քաղաքականությունը եւ հետագծելիություն ապահովել մարդկանց քաղաքացիների տվյալների համար։ Այ երբ այս օրենքը ընդունվի եւ կիրարկվի, սիրելի գործընկերներ, եւ հանկարծ ձեզնից որևէ մեկի եւ պարտադիր չի միայն ընդդիմադիր падգամավորի ցանկացած քաղաքացու տվյալ, լինի ազգային ժողովի տեսախցիկների տվյալները, թե որևէ այլ բնույթի արտահոսք, մենք ամբողջ հետագծելիությունը ապահովելու ենք եւ սահմանելու ենք համապատասխան պատասխանատվություն։ Հստակ շատ տրիվիալ է այս ամեն ինչը եւ ուղղակի հակասության մեջ է տրամաբանությունը ամբողջ եւ ոգին ըստ նախագծի։ Ես վստահ եմ, որ կառավարող մեծամասնությունը մեծ սիրով, մեծ հաճույքով եւ կստանձնի եւ կողմ կքվեարկի, նաեւ գիտակցելով, որ ձեր տվյալները պաշտպանելու անհրաժեշտություն կա։ Իսկ հարցի մյուս կողմը իհարկե շատ ավելի տեխնիկական է, նաեւ չմոռանանք, որ ինչեր են տեղի ունեցել այս շենքում եւ նաեւ կառավարության հանձնառությունն է պաշտպանել իր նաև օրենսդիրների ֆիզիկական անվտանգությունը, որպեսզի երբևէ ապագայում նոր այլ ռոմանտիկների խմբեր չլինեն եւ չսպառնան նաև ֆիզիկական անվտանգությանը կամ օրինակ 100 կամ մի քանի 100 մահապարտներ չլինեն, որ արկածախնդրություն փնտրեն այս շենքի տարածքում։ Շնորհակալություն։